Դա եղել է շատ վաղուց, մի փոքրիկ աղջկա հետ, այնքան փոքր, որքան դու։ Վաճառողը կանգնած էր խանութի վաճառասեղանի հետևում և փարատված փողոցին էր նայում։ Աղջիկը մոտեցավ խանութին և բառացիորեն կառչեց պատուհանին։ Երբ նա տեսավ այն, ինչ փնտրում էր, նրա աչքերը փայլեցին ուրախությունից։ Խնդրում եմ, ցույց տվեք ինձ փիրուզագույն ուլուկները, դա քրոջս համար է։ Դուք կարող եք գեղեցիկ փաթեթավորել։ Սեփականատերը անհավատությամբ նայեց երեխային ու հարցրեց. Իսկ դու փող ունես։ Աղջիկը մի բուռ չնչի մետաղադրամ թափեց վաճառասեղանի վրա։ Սա բավարար է։ Աղջիկը հպարտ շարունակեց. Գիտեք, ես ուզում եմ նվեր անել ավագ քրոջս համար։ Այն ժամանակից, երբ մահացել է մեր մայրը, քույրս է մեզ խնամում և օգնում, և ես շատ եմ ուզում նրան մի գեղեցիկ բան նվիրել, որպեսզի նա ժպտա։ Սա այն ամենն է, ինչ ես ունեմ։ Տղամարդը վերցրեց ուլուկները ու ժապավենով փաթաթեց ու կապեց։ Վերցրու տար։ Զգույշ եղիր։ Աղջնակը դուրս վազեց ու ցատկոտելով գնաց տուն։ Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ նույն խանութի շեմը հատեց մի երիտասարդ աղջիկ։ Այս ուլուկները գնվել են այստեղի՞ց։ Ինչքան էր արժեքը։ Դե իմ խանութի ցանկացած ապրանք պայմանավորվածություն է իմ և հաճախորդի միջև։ Դե քրոջս ձեռքին ընդամենը եղել է մի քանի մետաղադրամ։ Սրանք իսկական փիրուզից ուլուկներ են, դա մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Նա վճարել է ամենաբարձր գնով, ավելին, քան ցանկացած մեծահասակ կարող էր վճարել։ Նա տվեց այն ամենը, ինչ ուներ։ Նա ուզում էր, որ դուք ժպտաք։ Լռությունով լցվեց փոքրիկ խանութը, և երկու արցունքներ հոսեցին աղջկա դեմքից, դողալով սեղմելով փոքրիկ տուփը։